Որպեսզի չթվարկեն բոլոր մեր միջազգային ուրեմն համագործակցության հարթակները, ինչ է նոր այս տարվա համար, մենք Հաագայում կնքված վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաներին միացանք անցյալ տարի եւ դարձանք ըստ էության 125-րդ անդամ պետությունը մշտական արբիտրաժային դատարանի, կհիշեք նաև հանդիսավոր բացվեց Հայաստանի ազգային աթոռը, այդպիսի արարողություն եւս խորհրդանիշ գոյություն ունի այդ ինստիտուտում, նաև առաջին անգամ մեր պատմության մեջ մենք ընտրվել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ 2025-2029 թվականների այդ շրջափուլի համար, այսպիսի բաների մասին սովորաբար առօրյայում քիչ է խոսվում, բայց սրանք նաև ցուցանիշներ են մեր միջազգային ուրեմն բազմակողմ հարաբերություններում մեր ակտիվության եւ մեր հետաքրքրությունների աճի եւ մեր նկատմամբ հետաքրքրությունների աճի, նաև մենք առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի ընթացքում ընտրվել ենք հաջորդ համաժողովի, այսինքն ծխախոտի COP12 գոյություն ունի, այս COP12-ի հյուրընկալող երկիր եւ արդեն ավելի թարմ զարգացումից Հայաստանի Հանրապետությունը անդամակցեց Խաղաղության խորհրդի ձևավորմանը Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի նախաձեռնած կառույցը հաջորդ ծրագիրը, երրորդ ծրագիրը օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումներ իրականացում 500 միլիոն դրամ, ցանկանայի առանձնացնել միջոցառումները, որոնք մենք մեր նախաձեռնությամբ իրականացնում ենք, հատկապես Երևանյան երկխոսությունը 2025 թվականից արդեն երկրորդ անգամ էր, առաջ անցնելով նշեմ, որ մեկ ամիս առաջ մի փոքր ավելի տեղի ունեցավ Երևանյան երկխոսության երրորդ ուրեմն ֆորումը 25 թվականի համար այդ Երևանյան երկխոսության համաժողովին մասնակցություն ունեցան 45-ից ավելի պետությունների, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական, ակադեմիական շրջանակների, խորհրդարանականների, մեդիա հանրույթի, տեխնոլոգիական ընկերությունների, բարձրաստիճան ներկայացուցիչների եւ հանրաճանաչ անձինք, ընդհանուր առմամբ միջոցառում ունեցավ 600 մասնակից, բարձրաստիճան սեգմենտը ներառում էր 16 երկրի եւ կազմակերպության ներկայացուցիչ 27 պանելային քննարկում տեղի ունեցավ եւ 50-ից ավելի երկկողմ հանդիպում, հավատացնում եմ հարգելի գործընկերներ, այս կարգի միջազգային ֆորումների, դիվանագիտական ֆորումների համար սա բավականին լուրջ ցուցանիշ է, մանավանդ հաշվի առնելով, որ դա ընդամենը երկրորդ անգամ էր անցած տարի, այս տարի արդեն էլ ավելի մեծ էր մասնակցությունը 800-ից ավել մասնակից, 30-ից ավել պանելային եւ այլ ձևաչափի քննարկումներ, 180 բանախոսներ, շատ ազդեցիկ եւ տպավորիչ թվային ցուցանիշներ ունենք։ Այո, միջոցառումներ ենք կազմակերպել Հայաստանում եւ օտար երկրներում, նաեւ այս տարի կայանալիք COP17-ի շրջանակներում, կենսաբազմազանության COP17-ը, թեև միջոցառումը հիմնական միջոցառումը տեղի ունենալու այս աշնանը, բայց նախորդ տարի եւ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք մի փոքր ավելի փոքր մասշտաբի համեմատած հիմնական միջոցառման հետ միջոցառումներ են կազմակերպվում։ Մյուս ծրագիրը 1050 միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում, վերապատրաստում, սա ըստ էության դիվանագիտական դպրոցին վերաբերող ծրագիրն է, ծրագրային հոդվածը, մենք 12 ունկնդիր ենք ունեցել, 161 անձ վերապատրաստվել է, դիվանագետներ, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, աշխատակիցներ, շատ կարևոր է, որ դիվանագիտական դպրոցում վերապատրաստում են անցնում եւ մենք ծրագրեր ունենք նաեւ ոչ միայն հայաստանցիների համար, այլև մի շարք բազմաթիվ այլ երկրների քաղաքացիների, երիտասարդ դիվանագետների համար, սկսած Իրաքյան Քուրդիստան, Իրաք, Մարոկո, Պաղեստին, Սիրիա, Քենիա, Եթովպիա, Նիգերիա, Աֆրիկյան միություն, Ուգանդա, վերջացրած Անգոլայով, հիմա արդեն ուզում եմ առաջ անցնելով նշել, որ մենք կազմակերպում ենք դասընթացներ եւ ծրագրեր նաեւ Լատինական Ամերիկայի երկրների համար, հետաքրքրություն կա Արգենտինա, Չիլի, Պերու, Ուրուգվայ, Մեքսիկա պետություններից
Սա ընդհանրապես ինչով է կարևոր, հավատացնում եմ ձեզ, որ այն դիվանագետները, ովքեր այցելում են Հայաստան, որոշակ ժամանակ են անցկացնում, նաև վերապատրաստման հնարավորություն են ունենում եւ այդ կուրսերն են լսում, նախ ավելի մոտիկից են ծանոթանում Հայաստանին, Հայաստանի ներքին, արտաքին քաղաքական միջավայրերին, ապա նաև իհարկե գաղտնիք չի եւ զարմանալի չի, կապվում են որոշակի Հայաստանի հետ եւ մենք հուսով ենք, որ այս մեր երիտասարդ գործընկերները նաև գործընկերների հետ նաև երկարաժամկետ գործընկերություն կհաստատենք ապագայում, երբ որ նաև նրանք կլինեն ոչ այնքան երիտասարդ դիվանագետներ։ Ընդհանուր առմամբ մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք 186 երկրների հետ։ 25 թվականի ընթացքում 3 երկրներ են ավելացել այս ցանկին, այսինքն ներառված են 186-ի մեջ Լեսոտո, Սողոմոնյան կղզիներ եւ Պակիստան, կհիշեք այդ երկար չարչկված եւ լուծում պահանջող հարցը Հայաստանի Հանրապետության եւ Պակիստանի միջև հարաբերությունների բացակայությունը եւ ահա 25 թվականին մեզ հաջողվեց համաձայնության գալ եւ շատ հանդիսավոր պայմաններում ես իմ պակիստանցի գործընկերոջ հետ ստորագրեցինք համապատասխան փաստաթղթեր եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք միմյանց միջև, երկրների միջև այս տարի թեև չի վերաբերում հաշվետու ժամանակահատվածին, այս երկրների շարքը լրացրեց Սամոան 127 պայմանագիր է ստորագրվել 2025 թվականին, 68 արդեն մտել է ուժի մեջ։ Իհարկե մենք շատ էական ջանքեր ենք գործադրել եւ կշարունակենք գործադրել թվայնացման ուղղությամբ, կարծում եմ սա մի օրակարգ է, մի ուղղություն, որի մեջ կամ որի շրջանակներում ջանքեր պետք է գործադրեն բոլոր գերատեսչությունները, հատկապես քաղաքացիներին կհետաքրքրի հյուպատոսական ծառայությունների թվայնացումը, այստեղ ունենք շոշափելի առաջընթաց եւ առաջիկայում ել ավելի շոշափելի առաջընթաց կունենանք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։